Անվան դեր կատարող բառերը կոչվում են դերանուններ։ Այսօր կսովորենք անձնական դերանունները, որոնք ավելացնել 7 նոր բառ ձեր բառապաշարին։ Առաջինը ես, անգլերեն I am a student. I like English. You, դու, դուք, այո, և տուն, և դուքը անգլերենով մեկ բառ է, you. You are my friend. Do you speak English? He, նա տղայի համար. He is my brother. He plays football. She, նա աղջկա համար. She is my teacher. She likes reading. It, դա օգտագործվում է կենդանիների և անշունչ առարկաների համար. I have a cat. It is very cute. We, մենք. We are happy. We study English every day. Եվ յոթերորդ. Նրանք, they. They are friends. They go to school together. Թե ինչ, միասին ուսումնասիրեցինք անձնական դերանունները. Ժամանակն է ստուգենք, թե ինչ եք հիշում։ Եվ այսպես, ինչպես կասենք անգլերեն yes. Ճիշտ է, I. Իսկ ինչպես կասենք նա աղջկա համար։ Ճիշտ է, she. Իսկ ինչպես կասենք դու կամ դուք։ Հիշում եք, որ դա մեկ բառով էր։ Ճիշտ է, you. Մեկնաբանություններում կարող եք գրել, թե որ դերանունն եք ամենաշատը տեսնում անգլերեն տեքստերում կամ լսում խոսակցություններում և անպայման բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի հաջորդ վիդեոներում միասին բացահայտենք նոր բառեր ու ավելի մոտենանք անգլերենի 100 ամենակարևոր բառերին։ Հիշեցնենք, որ այս վիդեոն 100 բառ սերիայի մի մասն է։ Փլեյլիստը լրիվ անցնելուց հետո դուք արդեն կկարողանաք կարդալ, գրել ու խոսել պարզ անգլերենով։ Փլեյլիստի նախորդ վիդեոյի հղումը կգտնեք նկարագրության մեջ, այն 10 ամենակարևոր բայերի մասին էր։ Դե ինչ, բաժանորդագրվեք ու սեղմեք զանգի կոճակը, որ ոչ մի բառ բաց չթողնեք։ Սիրով, հայ, bye.